թերևս։ Նարեկ Իրակոսյան, Ֆակտոր TV, պարոն նախարար, երկու հարց ունեմ, մեկը նախ կապված Գյումրիում 3 քարոզարշավի ընթացքում արված ձեր հայտարարության հետ, երբ որ լրագրողի հարցինի պատասխան գերիների հետ կապված տեսանյութում լսվում է ձեր արտահայտությունը ծնգլ արեցիք, սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք գերիների խնդիրների վերաբերյալ հարցերը իշխանության համար արդեն ծնգանել է եւ Պարոն Միրզոյան, ինչքան շարունակվում է այս համագործակցությունը արևմուտքի հետ եվրոպական կողմի, ամերիկյան կողմի, սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը ամեն մի այս պայմանավորվածություններից, փաստաթղթերի ստորագրումներից հետո նոր հայտարարություններով է հանդես գալիս, ընդ որում ամեն անգամ կոշտացնելով հռետորաբանությունը Հիմա մենք ունենք խնդիրներ ջերմուկի, վարդերի, մրգերի, ալկոհոլային խմիչքների վաճառքի հետ կապված, ինչ է առաջարկում Հայաստանի իշխանությունն այս առումով, արդյոք այլ շուկաներ առաջարկվում են տնտեսվարողներին, թե ոչ։ Շնորհակալ եմ պարոն Կիրակոսյան ձեր հարցերի համար, անկեղծ ասած հատկապես առաջին հարցի համար, ես իհարկե այս իրադարձությունների հորձանուտում շատ չհասցրեցի հետևել, բայց տեսա, որ տենց շատ լայն թափով շահարկվում է Գյումրիում ունեցած արտահայտությունը, իրականում չեզոք կամ ճշմարտության մեջ շահագրգիռ մարդ այդ վիդեոն նայելով ինքն էլ կարող է հասկանա, իհարկե այն սկզբի մասը չկա, որտեղ ինձ անընդհատ հարց են տալիս դուք եւ ձեր գործընկերը եւ ես ասում եմ ես չեմ պատասխանում հիմա հարցերին, որովհետև հանրավակ մեկնարկել նորից է հարց հնչում, այլ հարց քան գերիները, հա, այլ հարց։ Ես նորից եմ ասում, ես չեմ պատասխանում հարցերին, վերջում ես ասում եմ, ես չեմ պատասխանում հարցերին եւ ասում եմ ծնգլ արեցիք, ինչպես դուք եք ասում եւ ինչպես ես եմ իրականում ասել, եւ միաժամանակ զուգահեռաբար, ընդ որում ես արդեն հեռացած, հետևից հնչում է, իհարկե վիդեոյում դա շատ լավ է լսվում, որովհետեւ հարց տվողի բարձրախոսը իր մոտ է եւ հնչում է, լսվում է որ գերիների մասին հարցը, բայց հանրավակի աղմուկի մեջ ես արդեն մի քանի քայլ հեռացել եմ եւ հետևից հարց է հնչում, բնականաբար դա լսելի չէր իմ համար եւ ես չեմ հասկանում որևէ մեկը կարա մտածի որ լրջորեն գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել ծնգլ արեցիք ասենք չգիտեմ չափազանց շահագրգիռ պետք լինել իրականություն լրիվ հակառակ ներկայացնելու մեջ որպեսզի այդպես մատուցվի նույնիսկ չգիտեմ մամուլի ներկայացուցիչներն են դուք եւ ձեր գործընկերն եք տենց ներկայացրել թե հետո ինչ որ մեկի հուշումով կամ ուղղորդմամբ այդպես է մանիպուլացվում բայց բնականաբար եւ չեր էլ կարող հակառակը լիներ բնականաբար ծնգլ արեցիքը ողջ սիրով եւ հարգանքով վերաբերվում էր ձեզ եւ ոչ թե հենց այն հարցին որը ասում եք իսկ դուք երբեմն եկեք խոստովանենք կամ գոնե դուք ինքներդ էլ ձեզ կխոստովանեք հրաշալի հատկություն ունեք մարդկանց ծնգլ անելու եւ գուցե դա մասնագիտական պարտավորություն է ինչ որ առումով նաեւ այնպես որ գիտեք ստորություն է ուղղակի ասել որ Միրզոյանը ասել է ծնգլ արեցիք լսելով գերիների մասին հարցը եւ հենց ծնգլ անելը բան անել վերագրել գերիներին էլի հələ բաներ կա որ չարժի այսպես խոսալ բայց եթե հարցոթում կա ես դեմ չեմ պատասխանելու երկրորդ հարցը ՌԴ հայտարարություններ կամ ինչպես դուք եք ասում ավելի կոշտացող հայտարարություններ հռետորաբանություն մենք որքան հնարավոր է քարոզարշավ որքան թույլ է տալիս իհարկե տեսնում ենք որոշ հայտարարություններ որոնք հնչում են մեր ռուսաստանյան գործընկերների կողմից ես այս օրերի ընթացքում նաև ձեզ չնայած ծնգլ անելու հանգամանքին համբերատար մի քանի անգամ անդրադարձել եմ այդ հարցին մենք ընդհանրապես որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում, ոչ ուղիղ, ոչ էլ բազմակող հարթակներում մեր համագործակցության, ԵԱՏՄ, ԱՊՀ, այլուր Եվ մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ, իսկ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են, եւ ահա մենք հույս ունենք եւ տրամադրված ենք բոլոր այդ տեսակ խնդիրները առողջ կառուցողական գործընկերային մթնոլորտում քննարկել եւ գտնել լուծումներ։ Գիտեք, կա հակվածություն, ես տեսնում եմ վերագրել այս խնդիրները
ինչ որ Հայաստան-Ռուսաստան լարվածության, ինչ որ Հայաստանի կամ այդպես էլ են ասում, չգիտեմ, եվրոպական, պրոեվրոպական կամ պրոարևմտյան քաղաքականության հետևանք կամ ընտրությունների հետ են կապում, այս շտապ վախենամ հիասթափացնեմ այդպես մտածողներին, այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես։ Մի քիչ ջանքի դեպքում ձեզնից յուրաքանչյուրը կարա գտնի որևէ ալկոհոլային խմիչքի կամ որևէ բանջարեղենի կամ մրգի Ռուսաստան մուտքի արգելափակման խնդիր 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ, 25 տարի առաջ։ Այս հարցը ինչքան փորփրեք մեր մամուլը, ժամանակ առ ժամանակ մշտապես եղել է։ Այսօր էլ հենց որ սեզոնը բացվում է, այս չգիտեմ, որևէ պտղի, բանջարեղենի, մրգի հետ կապված ինչ-որ խնդիր ալում։ Եվ շատ կարևոր է նաև ասել, օրինակ ասում եք ալկոհոլ, այդպես չի, կա այդպես չի որ գինիների մուտքը փակված է, գինիների մի կոնկրետ ընկերության, այն էլ ոչ ընկերության ամբողջ արտադրանքի, մի ինչ որ տեսակի, արտադրատեսակի հետ կապված խնդիր, ինչի ենք բացառում, որ այդ խնդիրները կարող նաև օբյեկտիվորեն լինեն։ Ի վերջո երբեմն նաև տեսնում ենք ոչ բարեխիղճ աշխատանք նաև արտադրողների կողմից այս կամ այն ոլորտում։ Ես չեմ ուզում ասեմ, որ անպայմանորեն է դա, չեմ ուզում ասեմ, որ չգիտեմ, բայց ակնհայտորեն նես չի, որ նախկինում այդպիսի բան չի եղել եւ ահա հիմա մեր ընտրությունների ընտրապայքարի կամ որևէ ինչ-որ նարատիվի ֆոնին այսպիսի բակայլի են դիմում Ռուսաստանի իշխանությունները։ Կրկին ամփոփելով կան խնդիրներ, այդ խնդիրները մշտապես ծագել են, ծագում են, մենք հակված ենք կառուցողական առողջ գործընկերային քննարկումների մթնոլորտում գտնել լուծումներ։ Իհարկե մենք բազմիցս նաև այդ շերտը չեմ ուզում անարձագանք թողնել, մենք բազմիցս նաև հրապարակային ենք ասել, որ կարծում ենք, որ մենք պետք է նաև տնտեսական դիվերսիֆիկացիա, բազմազանեցում ունենանք նաև, չի կարելի ընդհանրապես, գիտեք, նույնիսկ տեսական դասագրքային մակարդակում վերանալով կամ վերացարկվելով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից կամ մեր օրերից որևէ երկրի համար մշտապես շատ օգտակար է եւ միանշանակ օգտակար է ունենալ բազմազան եւ մատակարարման եւ սպառման աղբյուրներ։ Սա այնքան աքսիոմատիկ ճշմարտություն է եւ ես կարծում եմ, որ եւ Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ, բայց եւ նաեւ բիզնեսները, որովհետեւ ի վերջո կառավարությունները կարող են համաձայնագրեր կնքել, պայմանավորվածություններ ձեռք բերել եւ միջավայր ստեղծել, բայց այդ բուն առևտուրը ի վերջո նաեւ բիզնեսները, ընկերությունները իրենք պետք է անեն, այնպես որ մենք այդ ուղղությամբ գնալու ենք նաեւ, այո, դիվերսիֆիկացիան մեզ անհրաժեշտ է եւ մենք պետք է շարունակական քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ, նոր շուկաներ, սպառման շուկաներ, մատակարարման աղբյուրներ գտնելու համար։ Շնորհակալություն Արշալիս Մոդեսյան, Սիվիլնետ, պարոն նախարար, կրիտիկական մետաղների հետ կապված, որ իսկապես նոր ուղղություն է